Սուրճ ու սեր առավոտից։ 9:30 Բարի լույս, հանրային ռադիոյի ուղիղ եթերում Սուրճ ու սեր առավոտից հաղորդումն է։ Բարի լույս, հարգելի ռադիոլսողներ, մենք աշխատում ենք ուղիղ եթերում եւ սիրով ողջունում ենք բոլորիդ։ Տիգրան Հարությունյան Եվ Լուսինե Մուրադյան, այո, ոմանք այսօր հանգստանում են, ոմանք տանն են, դրա շնորհիվ իհարկե չկան խցանումներ եւ կասենք, որ բալային ռեկորդ ենք այսօր սահմանել խցանումների մասով, դրա մասին ավելի ուշ։ Մի քանի վայրկյան ուշացումով, բայց մենք ուղիղ եթերում ենք 9:31 սա հանրային ռադիոյի առաջին ալիքն է, արթնացեք եւ գարնանային օրը սկսեք իհարկե մեզ հետ։ Այո։ Սուրճ ու սեր առավոտից։ 9:36 րոպե, մայիսի 4-ն է, օրը երկուշաբթի։
Այո, օրը երկուշաբթի եւ սովորաբար երկուշաբթի օրերին մենք ասում ենք սկսվել է աշխատանքային նոր շաբաթը, բայց ոչ այս անգամ այդպես չէ եւ այսօր հանգստյան օր է։ Դուք հանգստանում եք, իսկ մենք աշխատում ենք, որ ձեր հանգստյան օրը հանգստյան առավոտը լինի առավել հետաքրքիր։ Եվ իհարկե եւս մեկ անգամ ողջունում ենք բոլորիդ։ Չեք մոռանում on-line հարթակների մասին, հարգելի ռադիո լսողներ, arm.radio.am, դիտել կոճակը եւ դիտել մեզ։ Եւ իհարկե Հայաստանի հանրային ռադիո Facebook-յան էջ եք մուտք գործում հայատար գրելով, հետևում live-ին եւ իհարկե չեք մոռանում մեկնաբանությունների մասին։ 16 աստիճան տաքություն է այս պահին Երևանում, եղանակին ավելի մանրամասն դեռ կանդրադառնանք քիչ անց, իսկ այս պահին ես առաջարկում անդրադառնանք ավտոճանապարհներին, որովհետեւ բոլորս էլ գիտենք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի անցկացման պայմանավորված մայրաքաղաք Երևանում ունենք փակ փողոցներ։ Որոշակի ժամերի, որոշակի փողոցներ փակ են լինելու, հարգելի ռադիո լսողներ, եւ շատ ավելի լավ կլինի, որ դուք նախապես տեղեկացված լինեք, որ փողոցներն են փակ, որպեսզի դրանք շրջանցեք։ Եվ այսպես, հարգելի ռադիո լսողներ, ժամը 7-ից մինչ 19 փակ են լինելու Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհահատվածը։ Այսինքն արդեն փակ են եւ մինչեւ ժամը 19 փակ էլ կմնան, նաեւ փակ կմնա Քրկորյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ուղղությունը։ Եվ հարգելի ռադիո լսողներ, փակ են հետեւյալ փողոցները եւ փակ կլինեն մինչ ժամը 10:30-ը։ Հանրապետության հրապարակը, Աբովյան փողոցը Սայաթնովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածը, Մաշտոցի պողոտայից եւ Գրիգոր Լուսավորչի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածները, Ագաթան Գեղոսի Գրիգոր Լուսավորչի Արշակունյաց պողոտա Խաչմերուկից Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությունը, Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց ընկած հատվածը, եւ Ազատության պողոտան Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը։ Վերջին թվարկած փողոցները փակ են լինելու մինչ ժամը 10:30-ը։ Այսինքն արդեն բացվել է։ Չէ՞ վայ։ Ժամն Մենք դեռ խառնել, չենք մենք ասել 9:30, մենք 9:39 ենք այս պահին։ Դե բնականաբար մեծ մասը ազգաբնակության այսօր իրենց տներում կասես վայելում է։ Ոմանք լքել են երկիր Ոմանք առիթով։ էլ լքել են, դրա համար էլ հենց այս պահին Երևանում նիշը խցանում այն 1 բալ է ընդհանրեն, այսինքն չունենք ոչ մի խցանում, փոխարենը Այսպեսի բան չէր եղել Դե պատմության մեջ։ բնականաբար այսօր այսպեսի օր է, որտեղ լայնամասշտաբ Միջոցառումներ են եւ անվտանգությունից ելնելով բնականաբար երթևեկության փոփոխություններ են տեղի ունեցել եւ մենք բոլորս պետք է ըմբռնումով մոտենանք, ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին։ Դրանք հիմնականում անցանելի են, հարգելի ռադիոլսողներ, դե բնականաբար շարունակում է փակ մնալ Արագածոտնի մարզում Ամբերտ Բարձր Լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերտ Ամրոց եւ Քարիլիչ տանող ավտոճանապարհները։ Ինչ վերաբերում է Ստեփանցմինդալարց ավտոճանապարհին, այն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սա ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին, մենք իհարկե մայրաքաղաքի ճանապարհներին կրկին կանդրադառնանք ծրագրի ընթացքում եւ կշարունակենք ներկայացնել այն փողոցները, որոնք փակ կլինեն եւ բնականաբար կարծես թե բարեգութ է գտնվել եղանակը, հա, հաշվի առնելով որ Հայաստանում լայնամասշտաբ միջոցառումներ են տեղի ունենում, հասկանանք։ Այո, փոխվեց երաժշտությունը, դա նշանակում է, որ մենք հիմա խոսելու ենք եղանակի մասին, այս պահին ինչպես արդեն նշեցինք 16 աստիճան տաքություն է Երևանում, ինչ վերաբերում է առասարակ եղանակային պայմաններին հանրապետության տարածքում ցերեկը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասում են կարճատև անձրև եւ ամպրոպ տեղ-տեղ նաեւ հնարավոր է կարկուտ։ Սա հանրապետության տարածքի մասին է։ Իդեպ այսօր օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-ից 4 աստիճանով, իսկ արդեն վաղը եւ մյուս օրին աստիճանաբար կնվազի 4-ից 6 աստիճանով։ Սա հանրապետության տարածքի մասին է խոսքը։ Մենք էլ ասացինք վերջ տաքանում է։ Ինչ իրավիճակ է մայրաքաղաքում։ Այսօր գիշերը նաև կեսօրից հետո եւս կանխատեսել են կարճատև անձրև եւ ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում 16-ից 19 մետր/վայրկյան արագությամբ։ Ովքեր արդեն դուրս են եկել տնից կամ նայել պատուհանից, տեսել են, որ անձրևել է եւ փողոցները թաց են։ Ուսանք այդ անձրևները որևէ կերպ չեն խանգարի եւ չեն ազդի միջոցառումների կազմակերպման վրա։ Բայց սանդղակը կբարձրանա մինչեւ 26 աստիճան ցերեկվա ընթացքում։ Այսօր։ Այո, այսօր տաք է լինել։ Մայիսի 4-ն է օրը երկուշաբթի, եւս մեկ անգամ հիշեցնենք, տեսնենք թե ինչ ռեժիմով է աշխատում Զվարթնոց օդանավակայանը։ Որովհետեւ մենք նաեւ տեղյակ ենք, որ որոշ օդային տարածքները որոշ առումով ինչ որ չափ փակ կլինեն պայմանավորված մեր երկրում տեղի ունեցող միջոցառումներով եւ այսպես եթե դիտարկում ենք ժամանման սանդղակը, ապա տեսնում ենք, որ ունենք 3
ուշացում հարգելի ռադիոլսողներ, Սամարայի չվերթը, որը պետք է Հայաստան ժամանի 9:50 կժամանի 12:40-ին, սա հաշվի առեք, Դուբայի չվերթները 2 12:25-ի փոխարեն Հայաստան կժամանեն 12:53-ին, մնացած ինքնաթիռները Հայաստանի Հանրապետության տարածք մուտք կգործեն եւ վայրեջ կկատարեն ժամանակին։ Գնանք մեկնումների սանդղակը եւ տեսնենք ինչ է կատարվում։ Ունենք մեկնումների սանդղակում մեկ ուշացում հարգելի ռադիոլսողներ, քանի որ Սամարայի չվերթը ուշ է հասնելու Հայաստան, հետեւաբար չվերթ կիրականացնի ավելի ուշ 10:40-ի փոխարեն թռիչքը տեղի կունենա 13:40-ին, բայց դուք այդպես հանգիստ մի նստեք, ասեք, ուշ է գալու, ուշ հասնենք օդանավակայան, միշտ հորդորում ենք նշված ժամի պետք է անցնեք հաշվառում, դա հիշեք։ Միշտ հորդորում ենք կապ հաստատել ձեր ընկերության հետ, փոխադրող ընկերության հետ եւ փորձել հասկանալ թե երբ պիտի լինեք Զվարթնոց օդանավակայանում, որպեսզի որևէ բանից չուշանաք։ Տոմսի վրա նշված ժամին պարտադիր պետք է լինեք։ Դա կարգի որպես փոփոխություն այստեղ չի ազդում։ Իդեպ նաև ասեմ, որ հանվել են օդային սահմանափակումները Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից, երեկվանից արդեն երկինքը բաց է եւ բոլոր չվերթները իրականացվելու են։ Այսինքն բոլոր ավիաընկերությունները բնականon աշխատանքով։ Այո, Արաբական Միացյալ Էմիրությունները բաց է արդեն բոլոր Ինչ հաճելի նորություն ասացիր, այնքան ուրախացա, այո։ Չէ, զուտ նաև նկատի ունեմ Տիգրան, շատ կարևոր էր Արաբական Միացյալ Էմիրությունների չվերթների կանոնավոր ընթացքի վերականգնումը, որովհետև այդ երկիրը նաև տրանզիտ գոտի էր համարվում տարբեր երկրներ այցելելու համար եւ մեծամասամբ հատկապես ասիական եւ շատ այլ երկրներ մուտք գործելու համար դու այդուհանդերձ հենց Արաբական Միացյալ Էմիրությունների միջոցով էիր։ Բայց սահմանափակումները երեկվա դրությամբ արդեն հանվել են, այսօր աչքներս լույս ինչպես ասում են, տեղափոխվենք տարադրամի շուկա եւ ծանոթանանք կենտրոնական բանկի սահմանած օրվա փոխարժեքներին։ Ամերիկյան $1 օրվա փոխարժեքը 370 դրամ է, 1 եվրոն 434 դրամ է, ռուսական 1 ռուբլու օրվա փոխարժեքը 493 դրամ է, վրացական լարին 137 դրամ է, Արաբական Միացյալ Էմիրությունների 1 դիրհամի օրվա փոխարժեքը 100 դրամ է արդեն, տեսնես ինչել է, նվազել է։ 100 դրամ է։ Եվ իրանական ռիալը, որը մնում է անփոփոխ 0.028։ Այսպիսին էր անհրաժեշտ տեղեկատվության պաշարը, իդեպ այսօրվա ընթացքում, եթերի ընթացքում մենք կլսենք բազմալեզու երաժշտական կատարումներ, ողջունելով եվրոպական քաղաքական համայնքի մասնակիցներին եւ այս պահին մեզ հետ է բարեկամ Ֆրանսիայի Աստղ Զազը։ Donnez-moi une suite au Ritz, je n'en veux pas des bijoux de chez Chanel, je n'en veux pas. Donnez-moi une limousine, j'en ferai quoi? Offrez-moi du personnel, j'en ferai quoi? Un manoir à Neuchâtel, ce n'est pas pour moi. Offrez-moi la tour Eiffel, j'en ferai quoi? Je veux de l'amour, de la joie, de la bonne humeur. Ce n'est pas votre argent qui fera mon bonheur. Moi je veux crever la main sur le cœur. Allons ensemble découvrir ma liberté. Oubliez donc tous vos clichés. Bienvenue dans ma réalité. J'en ai marre de vos bonnes manières, c'est trop pour moi. Moi je mange avec les mains et je suis comme ça. Je parle fort et je suis France, excusez-moi. Fini l'hypocrisie, moi, je me casse de là. J'en ai marre des lampes de bois. Regardez-moi, de toute manière je vous en veux pas. Et je suis comme ça. Je suis comme ça. De la joie, de la bonne humeur. Ce n'est pas votre argent qui fera mon bonheur. Moi je veux crever la main sur le cœur. Allons ensemble découvrir ma liberté. Oubliez donc tous vos clichés. Bienvenue dans ma réalité.
l'amour, de la joie, de la bonne humeur. Ce n'est pas votre argent qui fera mon bonheur. Moi je veux crever la main sur le cœur. Allons ensemble découvrir ma liberté. Oubliez donc tous vos clichés. Bienvenue dans ma réalité. Je veux de l'amour, de la joie, de la bonne humeur. Ce n'est pas votre argent qui fera mon bonheur. Moi je veux crever la main sur le cœur. Allons ensemble découvrir ma liberté. Oubliez donc tous vos clichés. Bienvenue dans ma réalité. Սուրճ ու սեր առավոտից։ 9:47 րոպե հանրային ռադիոն սիրով աշխատում է ձեզ համար եւ այն էլ ուղիղ եթերում։ Այո, եւս մեկ անգամ ողջունում ենք բոլորիդ, ասում բարի լույս իդեպ հարգելի ռադիո լսողներ, առանձնահատուկ ողջունում ենք նրանց, ովքեր ակտիվ են, գրում են կամ զանգահարում են 553702 ուղիղ եթերի մեր հեռախոսահամարն է։ Այսօր շատ հետաքրքիր թեմա ունենք, բոլորիս հոգեհարազատ, նաեւ ինչ որ չափ պայմանավորված, այսպես ասած, բազմաթիվ հյուրերի հյուրընկալմամբ, եւ բայց եթե մենք հիմա դեռ չենք արձագանքում ձեր մեկնաբանություններին, դա դեռ չի նշանակում, որ մենք չենք տեսել։ Բայց արի ասենք այսօր ինչի մասին ենք խոսելու։ Արդեն ասենք։ Ասենք, թող միանան մեզ ռադիոլսողները 553702 համարը գործում է, նաև Facebook-յան տարբերակը եւս։ Հայաստանը որպես հյուրընկալ երկիր, առհասարակ օտարի աչքերով եկեք դիտարկենք, ինչպիսին ենք մենք զբոսաշրջիկների աչքերով եւ ինչ ենք անում մենք, որպեսզի գոհացնենք զբոսաշրջիկին կամ որևէ այլ երկրի ներկայացուցիչ, որը ժամանել է Հայաստան։ Որքանով է Հայաստանը հյուրընկալ եւ ինչ առանձնահատկություններով ենք մենք առանձնանում։ Նաեւ սպասում ենք ձեր տարբերակներին, այսօր եղեք ակտիվ հարգելի ռադիո լսողներ, գրեք, զանգահարեք, մենք սիրով կպատասխանենք ձեր նամակներին եւ իհարկե ձեր զանգերին։ Այո, որքանով ենք հյուրընկալ մենք հայերս եւ բնականաբար սիրում ենք հյուրընկալել թե ոչ, զանգարեք մեզ կզրուցենք 553702։ Այո, եւ Արտակ Մխիթարյան, բարի լույս, իհարկե ողջունում ենք բոլորի, Տեդիկ Բաբուջյանն առաջիններից էր, որ մեզ սրտիկով միշտ սմայլիկն ուղարկեց, ջերմ ողջույններ, Էսթեր Մխիթարյանն է մեզ ողջունում, ասում է բարի օր սիրելի հաղորդավարներ, եկեք սրճենք, մենք միշտ սրճում ենք եւ լիահույս ենք, որ դուք եք սուրճի բաժակներով հետևում մեզ։ Գայանե Այվազբալյանն ասում է բարի լույս, անձրևով, արևով, երկնային կապուտով լի օր եմ մաղթում ձեզ, եկեք անձրևը դնենք մի կողմ, մնացածի հետ համաձայնենք։ Ինչ խոսք։ Համաձայն ես, չէ՞ Տիգրան ջան։ Դե անձրև այս բան չի, մեզ չի խանգարում։ Այս պահին չէ, բայց 16 աստիճանը արև կա նաև տեղ-տեղ։ Տիգրանն ասում է մինչև 26 բարձրանալու է։ Այո, դա Տիգրանը չի ասում, դա։ Դա Տիգրանն է այս։ Համապատասխան ոլորտի մասնագետն է դա ասում։ Իսկ այս պահին ես առաջարկում եմ բացենք օրվա օրացույցը։ Մայիսի 4-ն է օրը երկուշաբթի եւ տեսնենք թե ինչ միջազգային տոներ ունենք այսօր։ Դե ինչ, նախ եւ առաջ ուզում եմ ողջունել եւ շնորհավորել հրշեջներին, իրենց մասնագիտական միջազգային օրվա առիթով, հրշեջների միջազգային օրն է։ Եվ հերոսներ են նրանք բոլորը, հատնտիր հերոսներ, որովհետև իրենց կյանքի գնով փրկում են բազմաթիվ կյանքեր եւ ռիսկային գործ է։ Այո, զուր չեն ասում արեգակին պետք է հերվից նայել, մոտենաս կայրի։ Բայց պետք է պահպանել հակահրդեհային կանոնները։ Պահպանեք հակահրդեհային եւ արեգակին հերվից նայեք, մի մոտ։ Թող ոչինչ, մեր հրշեջներն անգործ մնան, բայց դուք նման վիճակներ մի ստեղծեք։ Ես վստահ եմ, որ մեր հրշեջները մեզ հետ համամիտ են, Շնորհավորում ենք մեր բոլոր հրշեջներին, բոլորին։ Այո, ես հիշում եմ մի քանի տարի առաջ, երբ մեզ մոտ հրդեհ էր բռնկվել, որքան կազմակերպված էինք մենք, իհարկե, բայց այդուհանդերձ հրշեջների մի ամբողջ խումբ եկավ եւ շատ արագ հարցը լուծեց, այնպես որ շնորհակալություն ենք հայտնում բոլորի տարագարձակման եւ իհարկե նվիրումով աշխատանքի համար։ Այսօր աշխարհը նշում է քոուչինգի միջազգային շաբաթը։ Դե մենք օրեր առաջ ունեինք հյուր քոուչ մասնագիտացված բազմիցս խոսել են քոուչինգի մասին, փաստորեն կա այսպես շաբաթ նաև միջազգային շաբաթ։ Եւ Հայաստանում էլ է տեղի ունենալու։ Հիշեցնեմ, մայիսի 13-ին էր կարծեմ միջոցառումը, որ կլինի քոուչինգի շաբաթի հետ կապված, հենց այսօրվան էր նվիրված, այնպես որ փնտրեք կգտնեք, եթե ձեզ հետաքրքիր է, որպեսզի մասնակցեք այդ կոնֆերանսներին։ Մայիսի 4-ը նաև աստղային պատերազմների օր է։ Ես ուզում եմ հասկանալ, սա ֆիլմին է երևի վերաբերում, ես այդպես եմ կարծում։ Դե աստղային պատերազմ Star Wars Day։ Ինձ թվում է
կոնկրետ Այլ ֆիլմի հետ է գալակտիկաների։ կապված, ես այդպես եմ կարծում։ Ճուտիկներին հարգելու միջազգային օր։ Այստեղ Golden Doodle շնիկների միջազգային օրն է։ Շնասերները կիմանան։ Golden Doodle։ Ով է Golden Ես շնասեր եմ, բայց չգիտեմ Բա օրինակ։ տեսնում ես։ Ահա։ Ծալովի Հովանոցի ծննդյան օրն է այսօր։ Իդեպ խոսենք այդ մասին քիչ անց, այսօր Այո։ Հովանոցի նաև ծննդյան օրը կարելի է համարել մայիսի 4-ը։ Պաշտոնապես, բայց ավելի վաղ է։ Խոսենք։ Ահա խնդրեմ, նաև եւս մեկ հետարքիր օր նվիրելու համաշխարհային օր, թե ինչ է նվիրում, բարձ չէ, բայց նվիրում են։ Ինչ նվիրեմ քեզ այսօր Տիգրան ջան, դու ասա, մենակ ասա։ Ես կմտածեմ։ Մտածիր։ Եվս մեկ կիսկասի արտարոց ինչ որտեղ նաև պետք է պայքարել միշտ, բայց փաստորեն մայիսի 4-ին նաև աշխարհում պայքարում են խուլիգանության դեմ։ Հետաքրքիր։ Չէ։ Միշտ պիտի պայքարենք Անսպասելի է։ խուլիգանության դեմ, այո։ Շարունակենք։ Գնանք ազգային օրացույց։ ահա։ Նահանգներ երաժշտասերների ազգային երկուշաբթին նշում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Եթե այդ դիտարկմամբ նայենք, ապա մենք ամեն երկուշաբթի երաժշտասեր ենք, որովհետև լավ երգերը անպակասեն Բայց մեր ինչի մենակ երգերից։ երկուշաբթի եւ Անթարապես։ երկշաբթի, եւ Զուտ երեքշաբթի։ երկուշաբթի Ահա։ դրա համար ասացի։ Դեյվ Բրուբեքի օրը նահանգներում նշում են այսօր, դե ջազային, հա, այսպես ջազի սիրարների համար։ Ճստիկ է, բայց պստիկ է։ Այստեղ ճստիկ պստիկների օրն են նշում Միացյալ Նահանգներում, ինչ նկատի ունեն, չգիտեմ, բայց որ այդպիսի օր կա, դա փաստ է։ Նարնջի հյութի ազգային օրն են նշում նահանգներում։ Ես կարծում եմ, որ այսօր առանձնահատուկ շատ կսկսեն նորոգել իրենց բնակարանները, փչացած իրերը, ամեն ինչը, որովհետև Միացյալ Նահանգներում այսօր նշում են նորոգման ազգային օրը։ Նարնջը այսքանով չավարտվեց, որովհետև կա ևս մեկ օր, նարնջի շաքարածո գեղեցիկների ազգային օր։ Իսկ չկա նարինջներով խփելու Չէ, օր։ դա արդեն Եվրոպայի մասին է։ Խոսքը նահանգներում չեն խփում, ոչ լոլիկով, ոչ նարնջով, բայց պատրաստում են շաքարածո գեղեցիկների Իդեպ լուծույթներ։ Միացյալ Նահանգներում նշում են այսօր օթերևութաբանների ազգային օրը։ Աշխատանքի օրը նշում են Ավստրալիայում։ Գնանք առաջ եւ փորձենք Նաև Անտիգուա եւ Բարբուդայում են նշում աշխատանքի օրը, Մեծ Բրիտանիայում, դու տեսել ես Դոմինիկայում են նշում նաև Էլիկա Դոմինիկյան Հանրապետությունում, ահա։ Իռլանդիայում դու տեսել ես, մայիսի 1 ուշացել է, հա իրենց մոտ ուշ է հասել տեղ։ Մեծ կղզի ախմբում են նշում աշխատանքի օրը, էլիկա ինչ որտեղ որ Լավ, վերադառնանք հետ եւ ասեմ, որ այսօր Մեծ Բրիտանիայում նշում են բանկային հանգստի մայիսյան օրը։ Դե էլի աշխատավորի նման մի բան է։ Լատվիայում նշում են անկախության վերականգնման օրը, Հրշեջի օրը նաև Լեհաստանում են նշում, կանաչեղենի օր Ճապոնիայում, եւ կարծես թե երիտասարդության օր Չինաստանում, Շան բախտի օրը նշում են Ռուսաստանում։ Շան բախտ ունի նա։ Բաստան Ռուսաստանում կա այսպիսի օր։ Շան Եվ բախտ ունի։ Տոնգայում նշում են ժառանգական արքայազնի օրը։ Հա, դե հիմա դե կներեք։ Քիչ անց կանդրադառնանք նաև հետաքրքիր դեպքերին եւ իրադարձություններին, իսկ մինչ այդ շարունակում ենք իսպանալեզուհիտ Ալեխանդրո Սանսից։ vida va y viene y que no se detiene y qué sé yo. Pero miénteme aunque sea, dime que algo queda entre nosotros dos, que en tu habitación nunca sale el sol, ni existe el tiempo ni el dolor. Llévame si quieres a perder a ningún destino sin ningún porqué. Ya lo sé, que corazón que no ve es corazón que no siente o corazón que te miente, amor. Pero sabes que en lo más profundo de mi alma sigue aquel dolor por creer en ti, que fue de la ilusión y de lo bello que es vivir. ¿Para qué me curaste cuando estaba herido? Si hoy me dejas de nuevo el corazón partido. ¿Y quién me va a entregar sus emociones? ¿Quién me va a pedir que nunca la abandone? ¿Quién me tapará esta noche si hace frío? ¿Quién me va a curar el corazón partido? ¿Quién llenará de primaveras este enero y bajará la luna para que juguemos? Dime si tú te vas, dime cariño mío, ¿quién me va a curar el corazón partido?
este enero y bajar a la luna para que juguemos. Dime si tú te vas, dime cariño mío, ¿quién me va a curar el corazón partido? Սուրճ ու սեր առավոտից։ Մենք ունենք տրամադրության տակ 2 րոպե, որպեսզի այդ ընթացքում մի փոքր զրուցենք մեր շատ սիրելի գործընկեր Մարլենա Հովսեփյանի Բարի հետ։ լույս։ Բարի լույս։ Տրամադրությունը Աշխատանքային է մեր մոտ։ Շատ աշխատանքային։ աշխատանքային։ Բոլորը հանգստանում են, մենք աշխատում աշխատում ենք։ Մենք եւ եվրոպական համայնքի Դե ներկայացուցիչները։ մենք աշխատում ենք, որպեսզի լուսաբանենք ամբողջությամբ Այո։ թե ինչ է կատարվում եւ մարդիկ տեղեկանան առհասարակ մեր երկրում Այո։ տեղի ունեցող կարևոր իրադարձությանը։ Արդեն մեկնարկել է գագաթնաժողովը, թե դեռ չէ։ Մեկնարկում է, քանի որ Կարմիր գորգով այս պահին ժամանում են Արարողությունը, պաշտոնյաները, Նիկոլ Փաշինյանը շատ ավելի վաղ է գնացել Ժամանում։ մարզահամերգային համալիր հյուրերին դիմավորելու նպատակով, այս պահին եվրոպացի պաշտոնյաները շարունակում են ժամանել եւ իսկապես Հայաստանի համար այսօր պատմական իրադարձություն է այն իմաստով, որ նման ներկայացուցչական հավաք է տեղի ունենում հենց Հայաստանի մայրաքաղաքում։ Այո, հատկապես երբ պաշտոնյաները որոշում են շրջել մայրաքաղաքի կենտրոնական հատվածով եւ շատ Ինչու՞ մենք շատերը շրջել, ոսկի դուրս գալ առավոտյան, ինչպես Մակրոնը այս առավոտ։ Այո, շների սիրել փողոցային Այո։ եւ իհարկե բոլորը ուշադրությամբ հետևում են թե որ պաշտոնյան որ ռեստորան է այցելում հայկական, որովհետեւ մեր հյուրընկալության կարևոր կողմերից են նաեւ համեղ ուտեստները։ Այո։ Համը մնում է բերանումդ եւ անդադար ուզում ես վերադառնալ։ Ըստ ամենայնի նրանք շատ գող կգնան այդ Ուստի։ իմաստով Հայաստանից, Այո։ որովհետև մենք աշխարհում հայտնի ենք որպես ամենահյուրընկալ պետություններից Գիտեք, մենք հենց Այո։ այսօր խոսում ենք նաև հյուրընկալության մասին, ինչպեսին ենք թեման մենք է դա։ որպես հյուրընկալներ։ Քեզ բարի եթեր, ծանոթացեք լրատվությանը, իսկ մենք արդեն հանդիպենք լուրերից հետո։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Խոսում է Երևանը, բարև ձեզ հանրային ռադիոյի ուղիղ եթերում ռադիո լուրն է ստուդիայում աշխատում է Մարլենա Հովսեփյանը։ Երևանում այս րոպեներին մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Մասնակիցները շարունակում են ժամանել գագաթնաժողովի անցկացման վայր մարզահամերգային համալիր։ Մասնակցելու համար Երևան են ժամանել եվրոպական մի քանի տասնյակ երկրների ղեկավարներ ու կառավարությունների ղեկավարներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։ Առաջին անգամ գագաթնաժողովին որպես հյուր հրավիրվել է ոչ եվրոպական պետության ղեկավարը, Կանադայի վարչապետ Մարկ Քարնին նույնպես Երևանում է։
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը անցկացվում է Երևանում կառուցելով ապագան, միասնություն եւ կայունություն Եվրոպայում թեմայով։ Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովը անցկացվել է Չեխիայի մայրաքաղաք Պրահայում 2022 թվականի հոկտեմբերի 6-ին։ Դրանից հետո գագաթնաժողովը հաջորդաբար անցկացվել է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում, Իսպանիայի Գրանադա քաղաքում, Միացյալ Թագավորության Օքսֆորդշիր քաղաքում, Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում։ Եվրոպական քաղաքական համայնքը միավորում է մոտ 50 եվրոպական երկրների առաջնորդների հավասար հիմունքներով, միասնության ոգով եւ ընդհանուր նպատակով։ Այն տրամադրում է քաղաքական հարթակ խթանելու քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը ընդհանուր հետաքրքրության հարցերը հասցեագրելու համար, ամրապնդելու եվրոպական մայրցամաքի անվտանգությունը, կայունությունը եւ բարգավաճումը։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը եվրոպական առաջնորդներին հարթակ է տրամադրում փորձի փոխանակման եւ համագործակցության ընդլայնման համար։ Այն չի փոխարինում գոյություն ունեցող որևէ կազմակերպության, կառույցի կամ գործընթացի։ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար քիչ առաջ Երևան է ժամանել Թուրքիայի փոխնախագահ Ջևդետ Յիլմազը, թեև այս ձևաչափով հանդիպումների մեկնարկից 2022 թվականից ի վեր երկրները դրան մասնակցում են առաջնորդների մակարդակով, Թուրքիան Երևան է գործուղել փոխնախագահ Յիլմազին, թե ինչու է Անկարան մերժել նախագահի մակարդակով մասնակցության հրավերը, թուրքական պաշտոնական աղբյուրները չեն մանրամասնում։ Յիլմազը կլինի թուրք ամենաբարձրաստիճան պաշտոնյան, որը այցելում է Հայաստան 2008 թվականից ֆուտբոլային դիվանագիտությունից հետո, երբ Երևանը էր եկել Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը։ Ամիսներ առաջ խոսելով տարածաշրջանի մասին նա կոչ էր արել Երևանին եւ Բաքվին օգտագործել ներկայիս բարենպաստ պայմանները կայուն կարգավորման հասնելու համար։ Տեղեկացնենք նաեւ, որ այսօր Երևանում ներկայացուցիչներ կան Թուրքիայից, նաև Ադրբեջանից, տեղի է ունենալու արտգործնախարարության ամենամյա Երևանյան երկխոսություն դիվանագիտական ֆորումը, որին մասնակցելու են նաև Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քլիչը եւ Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռումինյանը։ Քննարկմանը նաև ադրբեջանցի բանախոսը ելույթ ունենալու Թոփչուբաշով կենտրոնի ղեկավար Ռուսիվ Հուսեյնովը, որը քաղ հասարակության այցերի շրջանակում արդեն եղել է Երևանում։ Թուրք եւ ադրբեջանցի փորձագետներ են հաստատել մասնակցությունը Երևանյան ֆորումին։ Թուրքիայից Հայաստան է գալու նաեւ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության առաջին գլխավոր քարտուղարի տեղակալ Մերվե Կավակչին։ Եվ տեղեկացնենք, մինչ մարզահամերգային համալիրում մեկնարկում է ներկայացուցչական այս հանդիպումը բազմաթիվ պաշտոնյաների մասնակցությամբ, տեղի է ունենում բողոքի գործողություն, որին մասնակցում են արցախահայերը, նաեւ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, նրանք պահանջում են եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել արցախահայերի խնդիրների վրա։ Ադրբեջանում այս պահին հայկական պատմամշակութային օջախների նկատմամբ վայրագություններին, նաև ընդհանուր առմամբ արցախահայության իրավունքների առնչվող հարցերը նույնպես պահանջում են բարձրաձայնել այս հանդիպման ընթացքում։ Տեղեկացնենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից ի պատիվ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի մասնակից պետությունների նախագահների, կառավարությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների 3 տրվել է պաշտոնական ընթրիք։ Ռադիոլուրը հետևելու է իրադարձությունների զարգացմանը եւ պարբերաբար ձեր ուշադրությանն է ներկայացնելու թարմ տեղեկատվություն ոչ միայն Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից, այլ նաեւ մյուս իրադարձություններից, որոնք կատարվելու են Հայաստանում եւ արտերկրում։ Խոսափողի մոտ Մարլենա Հովսեփյանն էր մինչեւ ժամը 11-ը։ Սուրճ ու սեր առավոտից։ Viens, je t'emmène sur ma planète. Ici, c'est pas comme à l'école. Tu verras, c'est super chouette.
Entre adultes, on fait la fête. Un des rocksat et tu décolles. Walking to another dimension, a little bit high, a little bit low. It's just enough from a dementia. You gotta get on top, the king of the road. Singing la 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 la. You know you got it. King of the jungle, la 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 la. You better own it. King of the jungle. Ici partout c'est la jungle. À Paris, London, Bangkok. Ici bas Tarzan et Pangre. Et ce liane qui l'étrangle. C'est pris les pieds dans ses dreadlocks. Walking to another dimension, a little bit high, a little bit low. Just enough from a dementia. You gotta get on top, the king of the road. Singing la 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 la. You know you got it. King of the jungle, la 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 la. You better own it. King of the jungle. So you wanna be king? C'est la jungle. You wanna be king of the jungle? Your life is a dream. Un jeu d'épingle. You wanna be king of the jungle? Singing la 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 la. You know you got it. King of the jungle. La 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 la. You better own it. King of the jungle. Սուրճ ու սեր առավոտից։ 10:08 րոպե մայիսի 4-ի թողարկմամբ ուղիղ եթերում հանրային ռադիոն է։ Այո, եւս մեկ անգամ ողջունում ենք բոլորիդ։ Մենք շարունակում ենք թերթել մայիսի 4-ի օրացույցը, փորձենք հասկանալ, թե ինչ հետաքրքիր դեպքեր եւ իրադարձություններ են տեղի ունեցել պատմության մեջ հենց այսօրը։ 2009-ի հենց այսօրը մայիսի 4-ին նշանավոր մեր հայրենակից Ֆրանսիայի շանսոնյե երգիչ երգահան կինոդերասան Շարլ Ազնավուրը դարձավ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ։ Դե հասկանում եք, չէ՞, որ մենք պարտադիր այսօր լսելու ենք։ Եվ այսպես 1991 թվականի հենց այսօրը Երևանում ստեղծվել է Հայաստանի Պաշտպանության կոմիտեն։ 1988-ին հանրահայտ ըմպելիքներից մեկը, լավ, ասենք, Coca-Cola-ն դարձել է առաջին արևմտյան ընկերությունը, որը գովազդ է տեղադրել խորհրդային կենտրոնական հեռուստատեսությունում։ Պատկերացնես 88-ին դա առաջինն էր այդ գովազդը։ Ահա, եւ այսպես 1982 թվականի այսօրը խորհրդային լեռնագնացներն առաջին անգամ հաղթահարել են աշխարհի ամենաբարձր կետը Էվերեստը։ Ռուս լեռնագնացները 14:30-ին հայտնվել են Էվերեստի գագաթին, վերջին 348 մետրը նրանք հաղթահարել են 8 ժամում։ Վերջինները օգնելով իրենց ընկերներին իրենք էլ բարձրացել են Էվերեստի գագաթը, դառնալով աշխարհում առաջին լեռնագնացները, որոնք Էվերեստի գագաթը հաղթահարել են գիշերով։ Տեղափոխվենք 1979 թվական, երբ Մարգարետ Թետչերը դարձել է Միացյալ Թագավորության առաջին եւ առայժմ ասում են միակ կին վարչապետը։ Ահա։ Ես ուզում եմ այս լուրին անդրադառնալ 1932 թվականի հենց այսօրը հայտնի գանգստեր Ալ Կապոնեն ազատազրկման է ենթարկվել հարկեր չվճարելու պատճառով։ Դու գիտեիր ուրիշին եմ անդրադառնալու։ Ես գիտեի դու։ Ծանոթացել եմ։ 1913 թվականի մայիսի 4-ին Երևանում բացվել է հեռախոսային ցանցը։ Ալո։ 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 Ալո, ես հիշեցի հայտնի մուլտֆիլմը։ Ալո, это телевидение, հիշում ես։ Այո, 1878 թվականի հենց այսօրը Թոմաս Էդիսոնն առաջին անգամ հրապարակային ցուցադրել է իր ստեղծած ձայնագրիչը։ Այո, այսպիսի բաներ են։ 1783-ին անգլիացի աստղագետ Ուիլյամ Հերշելը լուսնի վրա նկատում է կարմիր բռնկում։
Իսկ 1780 թվականի այսօրը հիմնադրվել է Ամերիկայի հումանիտար եւ ճշգրիտ գիտությունների ակադեմիան։ Նաև արդեն մի անգամ անդրադարձել էինք ծրագրի ընթացքում եւս մեկ անգամ հիշեցնենք, որ այսօր Հովանոցի ծննդյանօրն է, քանի որ 1715 թվականին Փարիզում արտադրվեց առաջին Հովանոցը։ Բայց դե բնականաբար մենք գիտենք, որ Հովանոցը այլ կերպ է արտադրվել, բայց դրա մասին կխոսենք իհարկե Եկից հետո ոնց ասես, ինձ միևնույնն է։ Ես այս բան առաջարկում եմ վայելել մեր պարտություն ու պարծանք, որը եղել է եւ կմնա մեծ անշանսոնիայի կատարումը լսենք Շարլ Ազնավուրին, այնուհետև կշարունակենք։ À 18 ans, j'ai quitté ma province, bien décidé à empoigner la vie, le cœur léger et le bagage mince, j'étais certain de conquérir Paris. Chez le tailleur le plus chic, j'ai fait faire ce complet bleu qui était du dernier cri. Les photos, les chansons et les orchestrations ont eu raison de mes économies. Je me voyais déjà en haut de l'affiche, en 10 fois plus gros que n'importe qui, mon nom s'étalait. Je me voyais déjà adulé et riche, signant mes photos aux admirateurs qui se bousculaient. J'étais le plus grand des grands fantaisistes, faisant un succès si fort que les gens m'acclamaient debout. Je me voyais déjà cherchant dans ma liste celle qui le soir pourrait par faveur se prendre à mon cou. Mes traits ont vieilli bien sûr sous mon maquillage, mais la voix est là, le geste est précis et j'ai du ressort. Mon cœur s'est aigri un peu en prenant de l'âge, mais j'ai des idées, je connais mon métier, j'y crois encore. Rien que sous mes pieds, de sentir la scène, de voir devant moi un public assis, j'ai le cœur battant. On m'a pas aidé, je n'ai pas eu de veine, mais au fond de moi, je suis sûr au moins que j'ai du talent. Mon complet bleu, il y a 30 ans que je le porte, et mes chansons ne font rire que moi. Je cours le cachet, je fais du porte à porte, pour subsister, je fais n'importe quoi. Je n'ai connu que des succès faciles, des trains de nuit et des filles à soldats. Les minables cachets, les valises à porter, les petits meublés et les maigres repas. Je me voyais déjà en photographie, au bras d'une star, l'hiver dans la neige, l'été au soleil. Je me voyais déjà racontant ma vie, l'air désabusé à des débutants friands de conseils. J'ouvrais calmement les soirs de première, mis le télégramme de ce tout Paris qui nous fait si peur. Et mourant de trac devant ce parterre, entrer sur la scène sous les ovations et les projecteurs. J'ai tout essayé pourtant pour sortir du nombre. J'ai chanté l'amour, j'ai fait du comique et de la fantaisie. Si tout a raté pour moi, si je suis dans l'ombre, ce n'est pas ma faute mais celle du public qui n'a rien compris. On ne m'a jamais accordé ma chance. D'autres ont réussi avec peu de voix et beaucoup d'argent. Moi j'étais trop pur ou trop en avance. Mais un jour viendra, je leur montrerai que j'ai du talent. Սուրճ ու սեր առավոտից 10:15 րոպե Երևանն է խոսում, դուք լսում եք Սուրճ ու սեր առավոտից հաղորդումը։ Այո, հարգելի ռադիոլսողներ, միասին թերթեցինք պատմության էջերը, հասկացանք ինչ իրադարձություններ են տեղի ունեցել առհասարակ, ծնունդներ էլ ունենք, հա։ Իհարկե, ունենք հոբելարներ։ Առաջին հոբելարը մարզաշխարհից է իսպանացի ֆուտբոլիստ Սեսկ Ֆաբրեգասն է ծնվել այսօրը 1987-ին։ 1975-ի այսօրն է ծնվել ամերիկահայ ռոք երաժիշտ եւ DJ Էնդի Խաչատրյանը։ Փեցեգործ ձևավորող նկարիչ Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Վլադիմիր Աթանյանն է ծնվել այսօրը 1940-ին։ 1940-ի հենց այսօրն է ծնվել նաև երգչուհի, քնարական սոպրանո, մանկավար Մագդալինա Գենջյանը։ Հռչակավոր դերասանուհի, մոդել, պարուհի, մեծ հումանիստ Օդրի Հեբբերնը ծնվել է այսօր 1929 թվականին։
UNICEF-ի կազմում ակտիվորեն զբաղվել է բարեգործական աշխատանքներով, ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում երրորդն է։ Այո, Հեբերնի մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են Նախաճաշ Թիֆանի մոտ, Ռոմեական արձակուրդներ, Ինչպես գողանալ միլիոն, Սաբրինա, Հանել Լուկ, Իմ հիասքանչ լեդի ֆիլմերը։ Բոլոր ֆիլմերն սիրված են եւ որքան ցուցադրեն, այնքան կարելի է դիտել, դրանք չեն հոգնեցնում։ Գնանք առաջ։ Գնանք առաջ, Եվ այսպես։ ահա, գերմանացի արդյունաբերող Ֆրից ֆոն Օպելն է ծնվել այսօրը 1899-ին, դե արդեն բոլոր հասկացան թե որ ավտոմեքենաների մասին է խոսքը։ Այո, ոնց որ թե վերջ, հա։ Կարծես թե։ Կարծես թե վերջ, բայց այդքան էլ վերջ չէ, որովհետև մենք ունենք բազմաթիվ ռադիոլսող հոբելարներ, բոլորին ուզում ենք շնորհավորել մեր ուղիղ եթերից եւ մաղթել լավն ու բարին։ Այո, բոլորի ծննդյան տարեդարձը շնորհավորում ենք, դե այդպեսի անկեղծ խոսակցություն եղավ, ես իմ քրոջն եմ շնորհավորում, այսօր նրա ծննդյան տարեդարձն է։ Չէ՞ որ սա մեծ ընտանիքի հանրայինի ռադիոլսողների մեծ ընտանիքը։ Եվ այս համարը նվիրում ենք մեր ունկնդիրներին, օրվա հոբելարներին։ Նրանք ինը խմեցին, թուրը խաչկա պահեցին, հարցն ու պեսեն ծնկեցին, տակ խորի թակ վերցուցին, նրանք ինը խմեցին, թուրը խաչկա պահեցին, հարցն ու պեսեն ծնկեցին, տակ խորի թակ վերցուցին, բարբրնը չխանի, նանեն կեզի հերանի, բարբրնը չխանի, նանեն կեզի հերանի, բարբրնը չխանի, նանեն կեզի հերանի, բարբրնը չխանի, նանեն Manir, 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 hey, manir, 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 Սուրճ ու սեր առավոտից։ 10:20 րոպե մենք շարունակում ենք սիրով աշխատել հանրային ռադիոյի ուղիղ եթերում։ Եվս մեկ անգամ ասում ենք բարի լույս, հարգելի ռադիոլսողներ, շարունակեք գրել մեզ, մենք դրանք անպայման կընթերցենք, մինչ դուք կգրեք կամ էլ կզանգահարեք 553702 ուղիղ հեռախոսահամարով, մենք խոսելու ենք հյուրընկալության մասին հայկական։ Ես ուզում եմ նաև անդրադառնանք բնականաբար Հովանոցի, Անձրևանոցի նախատիպերին,
որովհետև մենք ասացինք, որ այսօր ծնունդն է կարելի ասել, բայց չմոռանանք մի բան, որ առաջին հովանոցների նախատիպերը հայտնվել են մոտավորապես 4000 տարի առաջ հին քաղաքակրթություններում, խոսքը Եգիպտոսի, հին Մեսոպոտամիայի եւ Չինաստանի մասին է, եւ այդ ժամանակ դրանք օգտագործում էին հիմնականում արիստոկրատները, որպես իշխանության եւ բարձր կարգավիճակի խորհրդանիշ, բայց որքան էլ տարօրինակ է, առաջին հովանոցը չի ստեղծվել անձրևից պաշտպանվելու համար։ Դա այդպես թվում է, չէ՞, մտածում ես, որ հենց դրա համար են ստեղծել, այն սկզբում ծառայել է արևից պաշտպանվելու համար։ Դե եթե հաշվի առնենք, որ Եգիպտոսում, ապա այո, ամեն ինչ արել են, որպեսզի արևից պաշտպանվեն։ Ինչպես էին դրանք պատրաստված, օրինակ։ Դե պատրաստված են փայտից կամ բամբուկից շրջանակով, վերևում թուղթ, տերևներ կամ մետաքս, հաճախ նաև շատ ծանր ու ոչ շարժական։ Ու պահում էին խեղճ ու տեսնես պարապած էին, չէր հոգնում ձեռքերը։ Չգիտեմ ինչ ասեմ։ Հետաքրքիրն այն է, որ անձրևից պաշտպանվելու գաղափարը առաջինը ցուցադրել են հենց Չինաստանում։ Նրանք սկսել են թղթե հովանոցները պատել մոմով կամ յուղով, որպեսզի ջրակայուն լինի։ Ջուր չթափանցի։ Հիմա հասկացանք, տերևները դե չէին կարող պահել բնականաբար, իսկ Եվրոպայում հովանոցը երկար ժամանակ համարվել է զուտ կանացի աքսեսուար, մինչև 18-րդ դարում այն սկսեցին օգտագործել նաև տղամարդիկ։ Եվ այսօր մեզ համար սովորական թվացող այդ հովանոցը կամ անձրևանոցը, ինչպես կուզեք ասել, իրականում անցել է ճանապարհ արևից պաշտպանող շքեղ խորհրդանիշից անձրևից պաշտպանող առօրյա իրի։ Այնպես որ սա էլ հովանոցի մասին կարճ ինչ-որ Իդեպ այսօր եւս չէր խանգարի, եթե ձեզ հետ ունենաք հովանոց, տանից դուրս գալուց առաջ, որովհետեւ կեսօրից հետո կարող է լինել կարճատև, կամ եթե դեմ չեք մի փոքր թրջվելու, ինչու ոչ։ Եկեք միասին նաև զրուցենք ու հասկանանք որքան հյուրընկալ ենք մենք եւ ինչպիսին ենք մեր երկիրը զբոսաշրջիկի աչքերով, հա։ Դες մենք շարունակում ենք լսել բազմալեզու կոնտենտ, ողջունելով Երևանում գտնվող բոլոր հյուրերին։ Una mattina mi sono svegliato, oh bella ciao, bella ciao, bella ciao, ciao, ciao. Una mattina mi sono svegliato e ho trovato l'invasor. Oh partigiano, portami via, oh bella ciao, bella ciao, bella ciao, ciao, ciao. Partigiano, portami via, che mi sento di morire. E se io muoio da partigiano, oh bella ciao, bella ciao, bella ciao, ciao, ciao. E se io muoio da partigiano, tu mi devi seppellire e seppellire lassù in montagna, oh bella ciao, bella ciao, bella ciao, ciao, ciao. E seppellire lassù in montagna sotto l'ombra di un bel fiore. Tutte le genti che passeranno, oh bella ciao, bella ciao, bella ciao, ciao, ciao. Tutte le genti che passeranno mi diranno che bel fiore. E questo è il fiore del partigiano, oh bella ciao, bella ciao, bella ciao, ciao, ciao. E questo è il fiore del partigiano, morto per
Սուրճ ու սեր առավոտից։ Կերկին ասում ենք բարի լույս բոլորին 10:25 րոպե մենք շարունակում ենք աշխատել հանրային ռադիոյի ուղիղ եթերում։ Եվ ես այս պահին կկարդամ իհարկե ձեր գրառումները, որ ուղարկում եք մեկնաբանությունների դաշտում եւ այսպես Վիգեն Եղիազարյանն է մեզ հետ սրճում եւ քաղցրուտում ու ասում բարի լույս։ Աշոտ Մանուկյանն ասում է գեղեցիկ գաղափար է բազմալեզու համերգային ծրագիրը, թող հյուրընկալ Երևանը դառնա խաղաղության մայրաքաղաք, թող խնդիր չի։ Արամայի Սահակյանն ասում է բարև ձեզ, հյուրընկալությունը հայերի համար, շատ ճիշտ բան է ասում Միչելից, չնախատեսված տոն է, մանավանդ Լոռիում դեմ չենք, ինչ խոսք, բայց բոլոր մարզերն էլ ինձ թվում է շատ հյուրընկալ են ու շատ տարբեր, որովհետև կախված տարածաշրջանից իհարկե հյուրընկալության ավանդույթներն են փոխվում եւ որ ամենակարևորն է ուտեստներն են փոխվում։ Արմինե Հովսեփյանն է ասում բարի լույս հարգելիներս եւ մեզնից ներողություն խնդրում։ Իսկ ներողություն եմ խնդրում այսօր ձեզ դավաճանում ենք եւ նայում գագաթնաժողովի հյուրերի հյուրընկալման արարողությունը, բայց սերս չի փոխվում ձեր նկատմամբ եկել ասի ու գնա էլի։ Լավ Արմինե ջան, լավ, ինչ ասենք։ Մենք դա կգրանցենք։ Մենք կֆիքսենք։ Մենք դա կհիշենք։ 553702 ուղիղ եթերի մեր հեռախոսահամարն է հարգելի ռադիոլսողներ, այսօր փորձում ենք միասին հասկանալ, թե առհասարակ ինչպիսին ենք մենք օտարի աչքերով եւ ինչպես են ընկալում մեզ օտարները։ Ինչպիսին ենք մենք որպես հյուրընկալներ գրեք կամ գուցեև զանգարեք, եթե այս պայն պարապեք։ Չէ, ոչ միայն պարապեք, դրեք մի կողմ ձեր գործերը զանգեք, բայ։ Dale mi hermano, Lucenzo with the Kings, Chico and the Gypsies. Vamos, alegría mi gente. Ese amor llega así de esta manera. No tengo la culpa. Caballo me has salvado, porque muy despreciado por eso. No te perdono llorar. Ese amor llega así de esta manera. No tengo la culpa. Amor incumplimentado, amor desde el pasado. Ven, Belén, ven, Belén, ven, Belén, ven, ven, Belén, ven, Belén. Bambolea, bambolea, porque mi vida yo la prefiero vivir así. Bambolea, bambolea, porque mi vida yo la prefiero vivir así. no tengo perdón de Dios. Tú eres mi vida, la fortuna del destino. Pero es un día me encuentro sin de nada. Lo mismo va calle, lo mismo soy yo. No te encuentro lavando. Es imposible, no te encuentro de verdad. Por eso un día no encuentro así de nada. Lo mismo ya ayer, yo pienso en ti. Bambolea, bambolea, porque mi vida yo la prefiero vivir así. bambolea, Bambolea, porque mi vida yo la prefiero vivir así. y compadre Lucenzo no se puede andar. Dale mi hermano, Lucenzo, con los reyes, Chico y los Gypsy. Viva, viva la fiesta. Ok. Vamos a verlo. Bambolea, bambolea, porque mi vida yo la prefiero vivir así. Bambolea, Bambolea, porque mi vida yo la prefiero vivir así. Oye, Lucenzo, aquí con los reyes, Chico y los Gypsy. y los
Սուրճ ու սեր առավոտից։ Տասնանց է 31, բարի լույս բոլորին, ովքեր վայելում են մեզ հետ միասին գարնանային առավոտը։ Բարի լույս հարգելի ռադիոլսողներ, եւս մեկ անգամ ողջունում ենք բոլորիդ, հիշեցնում, որ մենք այսօր հյուրընկալող կողմ ենք այս մի քանի օրերի ընթացքում եւ բազմաթիվ պաշտոնյաներ եվրոպական տարբեր երկրներից Հայաստան են ժամանել, բնականաբար մենք էլ որպես հյուրընկալող կողմ հայերս ամեն ինչ անում ենք, որ ըստ հավուր պատշաճի լինի, հատկապես երբ պիտի համտեսեն համեղուտեսներ, այսօր միասին եկեք փորձենք հասկանալ առհասարակ ինչպիսին ենք մենք։ Հետաքրքիր զավեշտալի, բայց այդուհանդերձ իրական մի խոսք էլ կա, ասում է գնում ես տուն պատահական հյուր ես գնում, տանը ոչինչ չկա ուտելու, բայց 3 րոպե անց սուպրասեղանը գցված է, որովհետև տան տիկինը միշտ ունի հոգապաուստներ։ Դա այդպես է իհարկե։ Հայերի հյուրընկալությունը զբոսաշրջիկների աչքերով հաճախ նկարագրվում է ոչ թե պարզապես լավ, այլ անսպասելիորեն ջերմ ու անձնական։ Ինչ են ասում օտարները, շատ ճանապարհորդներ, օրինակ, հա, բազմաթիվ սոցիալական հարթակներում իրենց փորձով կիսվելիս ընդգծում են մի քանի բան, հա? Մի քանի բան են ընդգծում, մեր մասին։ Որպես կանոն, այդտեղ հիմնականում գրում են կամ շատ լավ է, կամ բողոքներ։ Մեր պարագայում տեսնենք, անծանոթ, բայց հարազատի պես վերաբերմունք։ Դա իրականում այդպես է։ Մարդիկ կարող են ուղղակի փողոցում օգնել, ուղեկցել, նույնիսկ հրավիրել տուն։ Այո։ Սեղանի մշակույթի մասին եւս խոսում են օտարները մեր մասին։ Ոնց կարող ենք դրա մասին չխոսել։ Հայկական սեղանը շատերի համար շոկ է, դրական իմաստով։ Առատություն, կենացներ, ուշադրություն յուրաքանչյուր հյուրի նկատմամբ։ Եվ իհարկե անկեղծ հետաքրքրություն, սա եւս կոլորիտային է։ Հայերը որտեղից ես եկել։ Զբոսաշրջիկները հաճախ նշում են, որ հայերը ոչ թե ձևական են շփվում, այլ իրական հետաքրքրությամբ են հարցնում որտեղից ես, ինչպես ես, քեզ գում, արդյոք քեզ լավ է այստեղ Հայաստանում, ինչ անենք քեզ համար, որ ել ավելի լավ լինի։ Մենք ամեն ինչ անում ենք, մեր կաշվից ենք դուրս գալիս, որ ոչ մի զբոսաշրջիկ իրեն ված չզգա մեր Հայաստանում։ Եվ հատկապես երբ նայում ես փոքրիկ մեկնաբանություններ վիդեո տարբերակներով, թե ինչեր են ասում, որքան գոհունակությամբ են ու ասում են, որ անպայման հետ են գալու, վերադառնալու են, դա փաստ է։ Մենք շարունակենք խոսալ հյուրընկալության մասին, դուք էլ զանգահարեք 553702 կամ գրեք։ Արդյոք մնաս Ես արագացի տակ մի լճակ Let's escape and hide in սաղմոսավանք Սիրահարված եմ ոյաման Are you taking me for granted? No, I'm not. This isn't easy. Please believe we're the same. Forced to play a game of shame. I can't change my feelings tonight. I'm feeling alive. I wanna hold you in the light of the morning sun.
Սուրճ ու սեր առավոտից։ 10:37 րոպե, բարի լույս նրանց, ովքեր լսում եւ դիտում են հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Ողջունում ենք բոլորիդ եւ այս պահին ուզում եմ ողջունել Իրմա Զոհրաբյան Աբրահամյան անունով օգտատիրոջը, ասում է բարի լույս, սիրելի սուրճ ու սեր։ Ես ամենօրյա ռեժիմով հետևում եմ ձեր եթերներին, ձեզ անխափան եթեր։ Շնորհակալ ենք, որ այսպես ոչ միայն հետևեք, այլև եղեք ակտիվ, գրեք եւ եթե հետաքրքիր դեպքեր կամ պատմություններ կան կապված զբոսաշրջիկների հետ, անպայման դրանք մեզ պատմեք 553702 ուղիղ եթերի մեր հեռախոսահամարն է, on-line հարթակներն էլ կարծում եմ ինքներդ լավ գիտեք arm.radio.am եւ իհարկե Facebook-յան հարթակում հանրային ռադիոյի էջում։ Այո, շարունակում ենք խոսել հյուրընկալության մասին, օրեր առաջ համացանցում հանդիպեցի ռուս բլոգերներից մեկի տեսանյութը, որտեղ նա ասում է, որ աշխարհի ամենաջերմ ու բարի մարդիկ ապրում են Երևանում, Հայաստանում։ Այո։ Եվ նա հիացած էր պարզապես մերոնցով հայերով, թե ինչպես են նրան դիմավորել, ինչքանով են պատրաստական նրան օգնել ցանկացած պահի, եւ նա որոշել է բնակություն հաստատել մեզ մոտ։ Ջերմության պատճառով։ Կես կատակ, կես լուրջ օգտատերերից մեկն էլ այդ ռուս բլոգերների, որ Հայաստանի մասին են պատմում, գրել էր այնպես կուզեի նրանց Հայաստանում ապրել, բայց դե մենք ենք այս պարագայում։ Ես վերջերս աչքովս ընկավ մի տեսահոլովակ, որտեղ ռուս մի աղջիկ պատմում էր, որ արդեն նրանք տեղափոխվել են Հայաստանում են ապրում եւ ասում է ինձ համար Բաքվում կանգնած է երկու տղա մոտեցան հայ, ասացին կարող է ունենաք լիցքավորիչ, որ մեր հեռախոսի լիցքավորումը ավարտվել է, ասել է խնդիր չկա, բերել է որ լիցքավորիչը տա, չէ, հեռախոսն են տվել, ասել են չէ, քեզ մոտ դիր լիցքավորիչ, մենք կգանք հետևից։ 15 րոպե անց երբ վերադարձել են ու հեռախոսը այս աղջիկը փոխանցել է նրանց հետ, տղաները նրան շոկոլադ են մատուցել։ Աղջիկն ասել է ինչի համար, ասել է որ չեք մերժել եւ սրտանց օգնեցիք մեզ եւ սա սրտանց ենք, ուզում ենք շնորհակալություն հայտնենք ձեզ, ահա այսպիսի փոքր, բայց կարևոր մանրուքների շնորհիվ է, որ մենք ուրիշ ենք, այո։ Էնպես որ եթե հետաքրքիր դեպքեր գիտեք, զանգարեք եւ պատմեք եւ իհարկե հայկական նրբության մասին պիտի խոսենք, որովհետեւ շատերն ասում են, որ Հայաստանում հյուրընկալությունը ավելի անձնական է, քան շատ եվրոպական եւ շատ այլ երկրներում, կարող ես ուղղակի հարց տալ ու մարդը ոչ միայն կպատասխանի, այլև կուղեկցի, իսկ եթե օտար երկրում քեզ որոշում են օգնել ու ուղեկցել, զարմանում ես իրականում, մեզ մոտ ոչ։ Եվ իհարկե տաքսիստը կարող է քեզ քաղաքի պատմությունը պատմել հենց ճանապարհին, այսինքն քեզ դրույք գիդ է աշխատում։ Կարող է պատմել, բայց կանեշանի հակառակ կողմ։ Միանշանակ կարող է սխալ տեղեկություններ փոխանցել եւ սխալ ճանապարհով երկար ճանապարհով տանել արդյունքում շատ գումար։ Խելացի զբոսաշրջիկները իրականում օգտվում են հավելվածներից եւ այդ հավելվածների միջոցով այլևս չեն կարողանում զբոսաշրջիկներին խաբել այն տաքսիստները, որոնք այդքան էլ ազնիվ չեն, փաստացի այդպես կարող են համարել։ Կան այդպիսիք ոչ միայն մեզ մոտ, այլև ամենուր։ Միանշանակ, հենց հարևան Վրաստանում օրինակ տաքսիստը ես եմ հայտնվել այդ իրավիճակում 200 եվրո մեզնից պահանջեց եւ ասաց խնդրեմ թվերը դուք տեսնում եք ինքը իր ուզած թիվներ դրել դե բնականաբար հույսը դրել էր նրա վրա որ երկու աղջիկ ենք բայց չէր մտածել որ մենք լրագրողներ ենք եւ դուք ամեն ինչ նախապես բարձել եք դե հա բայց այդուհանդերձ այնպես ստացվեց որ մի խոսքով մենք զանգ ունենք տեսնենք մեր ռադիոլսողին այո ողջունում ենք ունկնդրին բարի լույս ով է մեզ միացել դուք եթերում եք Խնդրում ենք անջատեք ռադիո ընդունիչի ձայնը, լսեք մեզ բացառապես հեռախոսով։ Ով? Ալո, լսում ենք ձեզ։ Ահա, բարև ձեզ։ Ահա։ Ով է մեզ միացել։ Քնարի Կարոյան, Գյումրի։ Շատ հաճելի է։ Ողջունում ենք ձեզ։ Եվ գրականության։ Շատ հաճելի է։ Փոխադարձ Երեք եմ Գյումրիում եղել, հիացած էի, նախ հրաշալի եղանակ էր եւ իհարկե շատ ուրախ եմ, որ Գյումրին այդքան ակտիվացել է, աշխուժացել է, սա միայն ջերմություն է փոխանցում։ Շնորհակալություն, շատ հաճելի է լսելը։ Պատրաստվում եք դիմավորել նաեւ Ֆրանսիայի նախագահին։ Վաղը, այո։ Այո։ Կարծես ամեն ինչ պատրաստ է։ Պրեսիները իդեպ ներողություն, բայց միշտ առանձնացել են իրենց հյուրասիրությամբ, հյուրընկալությամբ Նրանք համարվում են ասպնջական, հյուրընկալ մարդիկ եւ ընդհանրապես հայ ազգն էլ սիրում է, գիտեք, դրսից եկած մարդկանց ընդունել։ Այո։ Սիրում են, սա մեր ազգի առանձնահատկություններից մեկն է եւ ժողովրդական խոսքը գյումրեցիներն ասում են հյուրնացունն է։ Այո, հյուրնացունն է, բոլոր գյումրեցիներն են ասում։ Հագեք յուրաքանչյուր գյումրեցու դուռ
ասեք կարելի է, պատասխանի հյուրնասունն է, համեցեք։ Այո, մեզ համար հաճելի է, անկախ ազգությունից, մենք սիրով հյուրընկալում ենք, պատվում, հայկական ուտեստներով, ջերմ վերաբերմունքով, մեր համեղ հայոց ջրով, Սառնորակ, սառնորակ, սարսափեցնող սառը, Մշակութային վայրերով իհարկե։ Երբ մեր գյումրեցիները գնում են այլ երկիր գալիս են, բոլորը նույն կարծիքն են ասում են մի հատ վերադառնայինք, խմեինք մեր գյումրվաճուրը։ Մերը Ղազանչիի ջուրն է շատ համեղ։ Ու շատ սառը։ Այո, ընդամենը 3 ես Երևանում էի եւ ներողություն, բայց Երևանի ջրի համը ինձ դուր չի գալիս։ Կան թաղամասեր, որտեղ դեռ պահպանվել է լավ։ Դե բայց Գյումրիի ջրին հաստատ չկա, ինչ խոսք։ Գյումրիի ջրին չի հաս։ Այո։ Էլի մեր հայկականն է, բայց Գյումրիի ջուրը Գյումրին ուրիշ է, այո։ Մենք համամիտ ենք ձեզ հետ, մենք էլ շատ սիրում ենք Գյումրին եւ առիթը բաց չենք թողնում գալ եւ հիանալ վայելել Գյումրին։ Շնորհակալություն։ Ժամանակին եւ մենք ենք շնորհակալ, Գյումրին ժամանակին եղել է մշակույթի քաղաք, հիմա էլ վերականգնվում։ Այո։ Գիտեմ, որ դուք գիտեք, որ 1921 թվականին առաջին անգամ պետական համալսարանը բացվել է Գյումրիում։ 1 տարի աշխատելուց հետո տեղափոխվել է Երևան։ Գյումրին միշտ էլ եղել է մշակույթի, գիտության եւ արհեստների քաղաք, այո։ Միայն արհեստների ու արվեստների, միայն որ Շիրազ է տվել համաշխարհային Պառնասի գագաթին, նա գագաթն է ինձ համար, ես Շիրազապաշտ եմ, արդեն իսկ բավական է, Գյումրվա հողը եւ ջուրը շատ տեղ ունեն։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք ձեզ։ Մեր առատատեղը հյուրասեր։ Մենք ձեզ հասկացանք, շնորհակալ։ Շնորհակալ ենք, լավ օր ձեզ։ Այսպես ետարքի տեղեկություններ մեր ռադիոլսողներից Գյումրիից։ Դուք մարզերից զանգահարեք, հարգելի ռադիոլսողներ, մենք սպասում ենք տարբեր մարզերից, այո, պատմեք։ Իմիջիալոց 3 Գյումրիում այնքան շատ էին զբոսաշրջիկները։ Միշտ էլ այդպես է։ 3 առանձնահատուկ շատ էին, վստահ եմ այսօր ու վաղը եւս շատ են լինելու զբոսաշրջիկները, ել չասեմ թե որքան գեղեցիկ է։ Մենք շարունակում ենք 10:44։ I've been known to put my lover on a pedestal. In the end, those things just don't last. And it's time I take my rose-colored glasses off. I already know your type, telling me the things I like. Trying to make me yours for life, taking me for a ride. I already know your type, make you play your cards right. Don't you know I could do this dance all night? Ooh, what you doing? Don't know who you think that you're confusing. I'd be like, ooh, it's amusing. You think I'm gonna fall for an illusion. Was a time when that shit might have worked. Was a time when I just threw a match and let it burn. Now I'm grown, I know what I deserve. I still like that too with the lessons I already learned. I already know your type, telling me the things I like. Trying to make me yours for life, taking me for a ride. I already know your type, make you play your cards right. Don't you know I could do this dance all night? Ooh, what you doing? Don't know who you think that you're confusing.
Սուրճ ու սեր առավոտից։ 10:47 րոպե կրկին ասում ենք բարի լույս նրանց ովքեր շարունակում են հետևել մեր աշխատանքին։ Եվ իհարկե մենք շարունակում ենք խոսել հյուրընկալության մասին, թե ինչպիսի հյուրընկալ ժողովուրդ ենք մենք, եւ բնականաբար նաեւ հակառակ կողմի մասին եմ ուզում խոսել, բայց ոչ հակառակ կողմին անդրադառնալը մեկ կարճ եզրակացություն հայերի հյուրընկալությունը զբոսաշրջիկների համար ոչ թե ծառայություն է, այլև վերաբերմունք։ Այո, սա շատ կարեւոր նրբություն է, որ մենք էմոցիոնալ դաշտով շատ բաց ենք, անկեղծ ենք եւ փորձում ենք էմոցիաներ փոխանցել մարդկանց, որոնք վստահել են եւ եկել են մեր երկիր։ Ինչ վերաբերում է, երբ մենք գնում ենք այլ երկրներ, ես նկատել եմ մի հետաքրքիր բան, որ հայ զբոսաշրջիկներին, որպես զբոսաշրջիկ, շատ երկրներում շատ սիրում են։ Առաջինը, որովհետեւ նրանք շատ փող են ծախսում այդ երկրներում, գնումներ են անում, խելոք են պահում, չեն հարբում, չեն ընկնում գետիններին եւ մաքուր են պահում։ Որպես կանոն շատ քիչ դեպքեր են եղել, որ որևէ հյուրանոցի աշխատակիցներին միշտ հարցրել եմ, ասում են միշտ կոկիկ են եղել, մերոնք շատ լավ են պահում իրենց, ապրեք։ Մինչ Երևանում ընթանում է եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, մենք խոսելու ենք համաեվրոպական տարվա երաժշտական իրադարձության մասին, խոսքը Եվրատեսիլի մասին է այս տարվա եւ 3 մեր պատվիրակությունը մեկնել է Վիեննա։ Այո։ Այնպես որ նրանք այնտեղ են, հավելենք, որ Վիեննայում Եվրատեսիլ 2026-ը մեկնարկելու է մայիսի 12-ին։ Այդ օրն էլ կայանալու է առաջին կիսաեզրափակիչ փուլը, մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը արդեն կայանալու է մայիսի 14-ին, եզրափակիչն էլ 16-ին։ Հայաստանի պատվիրակ Սիմոնը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչի օրը 6-րդ համարի ներքո։ Սփյուռքում ապրող հայեր, հիշեք, 6-րդ համարը երկիչը արդեն գիտեք ներկայացնում է Պալոմա Ռումբա։ Երկով է ներկայանալու եւ մենք էլ հիմա առիթը բաց չենք թողի եւ կլսենք պայթեցնում է նա իր էներգետիկայով, իր էներգետիկայով միշտ պայթեցնում է։ Շատ պայթեցնող գեր ռիթմիկ, գեր էներգետիկ։ Եվ ես նկատել եմ Տիգրան, որ այս տարի Եվրատեսիլյան երգերի մեջ շատ են այսպիսի երգերը։ Այս տարի ոնց որ թե, հա Թե մենակ մերոնք են այս կողմ։ Չէ, վրացիք, մերոնք, էլի կան։ Կատաղածը շատ լավն է, լսենք մեր Սիմոնին։ Same old place, familiar faces, copy paste my days. One last round of kissing the ground and then I'll be gone for good. Follow my rumba, let's go. Delete my number, burn the phone. Take my chance to finally dance away from all the anger. Too much sweat and tears and regrets, cause I don't wanna talk about numbers all day long. Follow my rumba, let's go. Rock this, rock this. Delete my number, burn the phone. Rock this. Rock this. I'm not a machine, just not gonna rage in a rage as a cage with a badge on. No can take no more, I'm down for sure, yeah. I'm not robot, just play the part and losing my heart, I'm falling apart, so watch me go. Steal the show like a pro, yeah. This video could have been an email. Free coffee won't keep me here, man. Can't do this anymore, already at the door. Follow my rumba, let's go. Rock this, rock this. Delete my number, burn the phone. Rock this, rock this. You ole, 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 fun. Follow my rumba. You ole, 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 fun. Follow my rumba. Rock this! Rock this! Go! One more time! Սուրճ ու սեր առավոտից։ 10:51 մենք շարունակում ենք մեր աշխատանքը, դեռ ունենք ժամանակ եւ դեռ կիրազեկենք։ Ժամանակ եւ իհարկե նաեւ մաղթենք հաջողություն
հայաստանյան պատվիրակին, որպեսզի փայլուն ելույթ ունենա Եվրատեսիլյան բեմում եւ իհարկե տպավորիչ լինի։ Մնացածը արդեն իրենց ձեռքում է, հաջողություններ ենք մաղթում ենք, մեզնից հասնում է մաղթանքը, անհանգստությունը եւ իհարկե այսպես որպեսզի ձեր կողմն է։ Քվեարկելը եւս շատ կարեւոր է։ Վարդիթեր Գևորգյանն on-line հարթակում ասում է բարի գալուստ Եվրոպա, թող բարին գինի Հայաստանի համար, թող լինի, մենք միայն կողմ ենք դրան եւ առհասարակ թող բարին ու խաղաղությունը լինի ամբողջ աշխարհում ի վերջո, սա կարծում եմ այս վերջին ժամանակների ամբողջ աշխարհի մեսիջն է եւ շատերն են միայն ցանկանում խաղաղություն, որովհետեւ կարծես մի տեսակ աշխարհը խենթացել է եւ աշխարհի տարբեր հատվածներում տեղի են ունենում տարատեսակ իրավիճակներ։ Դե իսկ այս պայն եւս մեկ անգամ ուզում ենք անդրադարձ կատարել ճանապարհային իրավիճակին, մայրաքաղաք Երևանում կան փակ փողոցներ եւ մասնավորապես եւս մեկ անգամ ուզում ենք հիշեցնել, որ այսօր մինչեւ ժամը 19 փակ են լինելու Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհահատվածը, Քրքրքորյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ուղղությունը։ Այո, այս երկու ուղղությունները մինչև ժամը 19 այսօր կլինեն փակ։ Խցանումներ չունենք, 1 բալ է ընդամենը, բայց կենտրոնում որոշ փողոցներ ժամանակ առ ժամանակ բացվում, փակվում են։ Դե դրանք պայմանավորված են հյուրերի անցուդարձով, այո։ Մենք նաև շատ արագ անդրադառնանք վաղվա փակ փողոցներին, որովհետև սա եւս շատ կարեւոր է եւ շատ կարեւոր է որ նախապես իմանաք, եթե մեր եթերից շուտ եք դուրս գալու, որպեսզի կարգավորեք եւ ճիշտ պլանավորեք ձեր օրը։ Մայիսի 5-ին ժամը 8-ից 12-ը փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող բոլոր փողոցները։ Շահումյան հրապարակից դեպի Հաղթանակի կամուրջ ընկած ճանապարհահատվածը, Աթենքի փողոցը, Ծիծեռնակաբերդի խճուղին, Մաշտոցի փողոտան, Սայատնովայի փողոտան, Աբովյան փողոցը, Բաղրամյան փողոցը։ Հիշեցնենք ժամը 8-ից 12-ը վաղը այս բոլոր փողոցները, որոնք մենք նշեցինք, Վաղ առավոտից կեսօր այս փողոցները փակ են լինելու։ Գնանք առաջ։ Նաև ժամը 16:30-ից 17:30 ընկած ժամանակահատվածում երթևեկությունը կսահմանափակվի Բաղրամյան պողոտայում, Օրբելի, Կիևյան, Հալաբյան փողոցներում։ Երթևեկությունը պարբերաբար կսահմանափակվի Իսակովի պողոտայում, Հաղթանակ կամրջից Զվարթնոց օդանավակայան տանող ուղղությամբ։ Այնպես որ խնդրում ենք, որպեսզի հետևեք տարբեր լրատվամիջոցներով ներկայացվող այս բոլոր տեղեկություններին, որպեսզի հստակ պատկերացում կազմեք, թե որ հատվածն է, եւ հիշեցնենք, որ վաղը Գյումրի քաղաքում մեծ շատ շքեղ համերգ է տեղի ունենալու։ Այո, երեկոյան բեմահարթակը պատրաստ է, ամեն ինչ կա, այնպես որ ես կարծում եմ ոչ միայն գյումրեցիները, այլև մեր Հայաստանի տարբեր հատվածներից մեր քաղաքացիները կփորձեն գնալ Գյումրի, որպեսզի մասնակից լինեն այդ հրաշագեղ համերգին։ Դες մենք ավարտում ենք մեր աշխատանքը Հանրային ռադիոյի ուղիղ եթերում։ Ձեզ համար այս առավոտ աշխատեցին Լուսինե Մուրադյանը եւ իհարկե Տիգրան Հարությունյանը։ Մենք կհանդիպենք վաղն առավոտյան, կրկին ձեզ կասենք բարի լույս, հարգելի ռադիո լսողներ։ Վայելեք գարնանային օրը, մինչ հանդիպում։ Still taste the echoes of how you touched me. You keep me all on my own babe, with blue eyes and those lines your body made. Realize you can't choose the way you love me. You knew when you took that bite that I was gonna fill you up, never gonna get enough. And now when you can't sleep at night, I got the same kind of craving. Call me when you finally cave in. 'Cause our bodies spilled the secrets that we kept on our minds. Wanna know your every thought till there's nothing to hide. You're mine. Love you for life. We skipped a couple levels till we blurred every line. You never break my heart no matter how hard you try. 'Cause secrecy, wish you would come say you're more than me. I want you to work hard, my
that I was gonna fill you up, never gonna get enough. And now when you can't sleep at night, I got the same kind of craving.